Բա հետո Ժորժան։ Բա հետո Սակ ջան, որ այստեղ նստած մտածում եմ այսօր հասանք, որ ես երբեք չէի պատկերացնի, այսօր այստեղ նստած կլինեմ ու այս թեմայից կխոսեմ։ Այն ամենավատ երազում անգամ ես չէի տեսնի, որ հիմա նստած ես պաշտպանելիս կլինեմ ցեղասպանության թեման, որը արգելվում է արտաբերել։ Բայց այդ ապիկար բթամիտ մարդիկ, ովքեր արգելում են, չեն հասկանում, որ արգելելով, պատժելով, այդ բառը արտաբերելը բացարձակ չեմ կասկածում, որ վաղը մյուս օրը ամբողջ թանգարանն էլ փակեն եւ Ծիծեռնակաբերդի վերակառուցումը, իբր վերակառուցում, դա վերակառուցում չի, ես վստահ եմ, որ դա էլ է ինչ որ պատճառ առիթ, որ չգնան այնտեղ 24-ին էլ ապրիլի արգել են, որ մարդիկ գնան, ոչ մի բանից չեմ զարմանում այլևս, բայց դա բերում է անպատժելիություն, այսինքն Թուրքիան պատասխան չի տվել մինչև հիմա, մի բան էլ ավել, ասում են, որ մենք ենք դա իրագործել ու ներկա վարչախմբի կողմից խոսացող ինչ-որ մի կնալման մեկը, կին, ասում էր, որ համոզում էր մեզ հայերիս, որ մենք ենք դա իրագործել։ Արդյոք նա պատահական է այդ ամեն ինչ ասում, իհարկե ոչ, ասվել է, գումար է տրվել, նրանք էլ ասում են, ամեն օր պրոպագանդում են, հայհոյանքով, անեծքներով, մուննաթով, գոռալով, ագրեսիայով, հասել ենք այդտեղ։ Չէ, դες իշխանությունները ցանկացած ազգային արժեքի ու ցանկացած ազգային հարցի դեմ են, շատ օրինակներ կան, օրինակ կարանք հիշենք Անդրանիկ Քոչարյանն էլ ասում էր, որ եկեք դնենք հաշվենք ցեղասպանության զոհերի հիշատակի թիվը թե ինչքան է, զոհերի թիվը ինչքան է, ու մարդիկ, որոնք 44-րդ պատերազմի զոհերի թիվը մինչ այսօր այդ ցուցակագրված անուն ազգանով չեն հրապարակել, այդ մարդիկ այսօր խոսում են, որ 15 թվականի եղած ցեղասպանության եկեք զոհերի թիվը հրապարակեն։ Հա, էլի, որ մարդիկ հետաքրքիրը որն է, որ դու ասեցիր թիվը հրապարակենք, բայց ինքը մենակ թիվը չէր ասում։ Ասում էր բոլորի անուն ազգանունները, բաները, տենց մի հատ կարգին հաղորդում կա, չէ, որ ասում է դե կարաս ասես այդ Ճապոնիայում որ ռումբը գցել են, դե հիմա ասա բոլոր զոհերի անուն ազգանուն հայրահունները, հիմա հենց աբսուրդը նրանում է, որ եթե 44 օրյա պատերազմը, որը եղել է մեր օրերում, այսինքն այն դարում, երբ որ կա Google քարտեզներ, բանակը գրանցված է եղել, բոլորը ով որ զինծառայողը որ օրնա գնում ծառայության եւ այլն, ով է վերադարձել, ում դիակն են գտել, ումը չէ, փաստացի չասեմ 1 ամսում, բայց կարելի էր մի քանի տարում իմանալ այդ մարդկանց թիվը հստակ, բոլոր անհետ կորածների, գերիների, զոհերի եւ այլն։ Հիմա սա չեն կարողացել անել կամ չեն ուզեցել, այդ երկու տարբերակից մեկն է։ Նախկիններն են մեղավոր։ Հիմա նայ, մի հատ հասկանանք, էլի Անդրանիկ Քոչարյանը ասում է պետք է մենք հասկանանք 100 տարի, արդեն 111 տարին է հեսա լինում ապրիլի 24-ին, 111 տարի առաջ եղած, ասում է իմանանք զոհերը ով ինչ հանգամանքում է զոհվել։ Դերձորի անապատում, երբ որ չի եղել, մի քանի օր առաջ էր ընդամենը, այսինքն լրագրողը հարցնում է, ասում է ճիշտ է, որ Փաշինյանը բան է անում հետ է կանգնում ցեղասպանության պահանջից, դե Փաշինյանը ասել է ինքը, որ հետ է կանգնում, նես չի ինքը թաքուն է պահում, Անդրանիկ Քոչարյանը իրենց թիմին ԿՊ-ին հատուկ կռուտի տանելով, այսպես ասած, ասում է ոչ միայն հետ է կանգնել, մի հատ է որոշել ենք մենք ճշտենք զոհերի անուն ազգանունները, ով ինչ ոնց որ հանգամանքներում է զոհվել, ով ոնց է մահացել, ով ոնց է անհետ կորել, խոսքը գնում է 1.5 միլիոն մարդու մասին։ 1.5 միլիոն մարդու մասին պատկերացնում եք ինչ թիվ է, 1.5 միլիոն հիմիկվա Հայաստանի կեսը, այսինքն ու այն ամեն ինչը ինքը ասում է այն դեպքում, երբ որ օրեր առաջ ցեղասպանության թանգարանի տնօրենին վարչապետը գործից ազատվելու հրահանգ էր տվել ու էլի ոնց որ սովորական անցավ գնաց, էլի, եթե մենք չէ կամ ընդդիմադիրները չէ, գոնե գիտնականները, իր գոլեգաները, ինչ որ մարդիկ պետքա դուրս գային փողոց, հելնեին իրանց Բաղրամյանի բանից, որտեղ է իրանց այդ գիտությունների ազգային ակադեմիայից, քայլելով գնային կառավարություն, թեկուզ 50-60 հոգով, ցույց տային, որ իրանք ոնց որ բան չեն, անինքնասեր չեն, որովհետև հաջորդը լինելու է իրանցից այն մյուսը, հետո այն մյուսը, հետո այն մեկը, որովհետև սուս մնալն է անընդհատ բերում նոր ոճրագործությունների, այս դեպքում Փաշինյանի մոտ ամենաթողությունն է, ինքը իրան ոնց ուզում պահում է առհասարակ։ Ինքը իրավունք էլ չուներ ինքը հեռացնելու, ինքը ասաց, որ
ինքը հորդորել է որ դիմում գրի։ Այստեղ ինքը փորձում է ընտրազանգվածի կարծիքն եմ ուզում իմանալ, էլի։ Այս ամեն ինչը որ լիներ նախորդ տարիներին նախորդ նախագահների օրոք ոնց էին արձագանքելու։ Քոչարյանը, Սերժը, հրաժարվում են, բայց որ սա հրաժարվում է, ես կոմենտներում կարդացել եմ։ Մենք հիմա խոսում ենք ընտրազանգվածից, կարծիքներից, չէ, ասում են, չէ, բայց մենք հիմա խոսում ենք նրա համար, որ իրենք համոզվեն ում են ընտրելու ու չգնան ընտրելու։ Որ իմանան, որ վաղը մյուս օր իրանց հետ էլ այդ նույն բանը կատարվելու։ Հույս ունես։ Նայ, փորձենք բացատրել։ Փաշինյանի ընտրազանգվածի մասին, երբ որ մենք խոսում ենք, ուզում ենք հասկանալ, ընկալել, բոլոր խոհեմ մարդիկ փորձում են հասկանալ, որ հանելա ցեղասպանության տնօրենին իր ինչ գործներ, որ առանձին իր համար որոշումներ է կայացնում, այսինքն Բայց դու ինչ ես ուզում հասկանաս Փաշինյանի ընտրազանգվածին, այ մի հատ որ չընտրեն ու էլի մեզ գցեն երկրորդ կրական, այսօր իմ կարծիքով ընդդիմությունը Փաշինյանի ընտրազանգվածի հետ աշխատանք տանելու չունի, ավելի լավ է ընդդիմությունը աշխատանք տանի 70 եւ ավել տոկոս մարդկանց հետ, որոնք կողմնորոշված չեն։ Այսօր Փաշինյանի ճամբարից մարդ տանելը, այդ անհնար բան է, իմաստ չունի, այդ անհնար ժամանակի կորուստ է։ Որովհետեւ նայ ասեմ ինչ ես ճիշտ ասում, երբ որ այն բոլոր աղետները եղել են վերջի տարիներին, բոլոր հիասթափված մարդիկ, օրինակ 18 թվին փողոց դուրս եկած, բայց հետո խաբված եւ այլն, քիչ-քիչ մաղվել է այդ ամեն ինչը, այսինքն եթե կան մարդիկ Իսկ այդ մարդիկ քիչ չեն, օրինակ 15-20%, ովքեր մինչև այսօր Փաշինյանի կողքը կանգնած են, էլ ինչ պետքա լինի, որ կողքը չկանգնեն, այսինքն արդեն աբսուրդ է, որովհետև եթե համեմատում ենք 18 թիվը ու հիմա, սկիզբն ու վերջը Փաշինյանի կառավարման, հասկանում ենք, որ տոկոսային ահռելի բան կա, բայց բնականաբար կան նաև շատ լայն տոկոս կազմող մարդիկ, ովքեր մի քիչ պարադոքս է, բայց սենց է լինում, ովքեր ասում են մենք զզվել ենք նախկիններից, ոնց որ կոպիտ ասած Փաշինյանի կուտը ուտելով, իրենք մինչև հիմա ենթագիտակցորեն մտածում են, որ Քոչարյանը, Սերժը, դաժե Լևոնը սա քխեն, իրանք ոնց որ Փաշինյանի կուտը ուտելով չեն սիրում նախկիններին, բայց նաև հանկարծ գլխի են ընկել, որ Փաշինյանը, ասենք, մի հատ վատ մարդ է սուտասան։ Այսինքն, բա որ գլխի եք ընկել, բա չէ, քիչ եք գլխի ընկել, որ ինքը խափում էր նրանց մասին ամեն ինչ։ Ամեն ինչ խափում էր, այսինքն չոփը գերան էր սարքում։ Շատ բաներ էր ասում, չէ՞, օրինակ Սաշիկի կամերաների եսի ինչերը բան, բայց այդ ամեն ինչը չեղավ, բայց հիմա եթե մենք խոսում ենք Փաշինյանի ընտրազանգվածի մասին, եթե դու ուզում ես հասկանաս կամ ինչ-որ մեկը Չեմ ուզում հասկանամ, Չէ, նայ մենք ինչ մարդկանց մասին է, թող խոսեմ։ Եթե ընտրեցին, իրեն սպասվում է նույն 15 թվի դեպքերը։ Իրանց մոտ բան չի փոխվելու, մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր պրինցիպ չունեն։ Չէ, դրա մասին չեմ ասում, կարծիքը չի փոխվելու։ Իմ կարծիքով իշխանապողությունից հետո այդ մարդկանց հետ էլ պետք է մենք խորքային աշխատանք տանենք, իրանց էլ դարձի բերենք, այդ ընդդիմությունը ինձ այդ հարցով պետք է զբաղվի, բայց այսօր դարձի չեն գալիս։ Այսօր դարձի եկող չեն։ Իշխանապողությունից ես ասում եմ, եթե հենց այս պահին սուս կմնա։ ընտրություններից առաջ մենք փորձենք Նիկոլի ճամբարից մարդ տանենք դեպի ընդդիմություն, այդ անիմաստ ժամանակի կորուստ է լինելու։ Ընդդիմություն չեմ ուզում հասկանան ու չընտրեն։ Խոսքը ինչի մասին է, դու նա ինչ ես ուզում հասկանան, մարդը գնում է գաղափարի հետևից, չէ՞, այսինքն դու Պողոսը, Պետրոսը, երբ որ հավանում է ինչ-որ մեկին, չի հավանում, չէ՞, սիրուն աչքերը կին չի ընտրում, հավանում է այդ մարդու գաղափարը։ Հիմա նորմալ մարդիկ, այսինքն գնում է գաղափարի հետևից, օրինակի համար գնում ես գործի ինչ-որ միտեղ, շեֆը սենց գաղափարների կրող է, դու իր մոտ աշխատում ես, հենց ինքը փոխում է իր գաղափարները 180 աստիճան, եթե դու պրինցիպիալ մարդ ես, դուրս ես գալի իր մոտից։ Հիմա Փաշինյանի ֆանատները զոմբի են ասում, չգիտեմ ինչ են ասում։ Փաշինյանի ֆանատները սիրում են Փաշինյանին, ոչ թե գաղափարները, որովհետև չի կարելի սիրել մարդուն։ Գաղափար չունի, որ սիրել։ Թող խոսեմ։ Չի կարելի սիրել մարդուն այն ժամանակ, երբ որ ինքը ասում է բանը 18 թվի հեղափոխությունը բերելու է Արցախի ինքնորոշման իրավունքին։ Հետո սիրել մարդուն, ով 21 թվին իր ընտրաբանի մեջ պատերազմից հետո խոսում է Հադրութ Շուշի հետ, էլի սիրում են։ Հետո սիրում են այդ մարդուն, երբ որ գերիներին հետ է բերում։ Հետո սիրում են, երբ որ գերիների համար վիզ չի դնում, ասում է Արցախը առանձին պետություն է։ Այսինքն ինչ ես ուզում այն մարդկանցից, ովքեր սիրում են տարբեր բաներ, այսինքն տարբեր Փաշինյանների են իրանք անընդհատ սիրել, դու մտածում ես իրանք պետքա վերջապես հասկանան, գնան ընտրության ու իրանք հասկանան, որ գալու է իրանց հետ սենց վարվի։ Սրանից հետո չի կարա տենց լինի։ Համարենք, որ չեն հասկացել ու եթե հանկարծ մեծամասնություն կազմեցին այս անգամ ու ընտրեցին, ես ուղղակի պարզապես որպես հայրենակից զգուշացնում եմ, ձեզ սպասվում է ցեղասպանություն։
այդքանը իմացեք, հետո չասեցի։ Իրանք տես չեն կարծում, հիմա հետ գալով մեր բանի ցեղասպանության թեմային, ամեն դեպքում կուզենամ մի բան ասեմ, որում ես վստահ եմ, հեսա դուք էլ կասեք համաձայնեք հետս թե չէ, այն ինչ որ հիմա անում է Փաշինյանը ու ինքը ոնց որ պաշտոնական դիրքը չարաշահելով ինքը ասում է իբր ես բան չեմ արել ես խնդրել եմ որ ինքը դիմում գրի որտեվ ինքը իրավունք չունի հոգաբարձուների խորհուրդը իրավունք ունի ցեղասպանության թանգարանի տնօրենին հանի գործից ինքը իրավունք չունի այն ինչ որ տնօրենն էր հանում այն ինչ որ հիմա ինքը անում է ինքը ինչ ուզում անում ասում է խանութը մի հատ երբ էր ամիսներ առաջ ասած տարեք այդ խանութը փակեք ոնց ուզում եք փակեք այն ինչ որ ինքը անում է այսինքն օրենքի խախտումներով բաներով դա ահա որ շատանալու է 26 թվի ընտրություններին իր ընտրվելուց հետո այսինքն այն բոլոր բռնաճնշումները որը հիմա եկեղեցականների հանդեպ է լինում է տարբեր արվեստագետների ովքեր բան են անում խոսում են ազատ են խոսում լինում է տարբեր վիդեո անող բլոգերների հանդեպ բան դրանք շատանալու է որովհետև երբ որ մենք նայում ենք յուրաքանչյուր բռնապետության նույն Ստալինը օրինակի համար 37 թիվը հո միանգամից չեկավ Այսինքն ինքը տարիներ գնում ու իշխանությունը ինչքան դու շատ ես ավելի պնդացնում ոտքերի տակ, այդքան դու հղփանում ես։ Հիմա հենց այդ է տարբերությունը, այսինքն պահի հրամայականա 26 թվին անել իշխանափոխություն, որովհետև եթե ինքը հիմա բռնել է այդ ճանապարհը, որ ցեղասպանությունը ջնջում է մարդկանց գլխից, Արցախի հարցը ջնջում է մարդկանց գլխից, ու ինքը դա բերում է sense բանով, չէ, ասում է որ քանի որ մենք հարևանների հետ պետք է լավ հարաբերություններ ստեղծենք, դրա համար է։ Դու պատկերացրու 26 թվի ընտրություններից հետո ինքը հիմա ամեն դեպքում զգուշ է, մարդը գիտակցում է, որ ինքը ամեն ինչքան էլ փորձի իշխանություն պահի, ամիսներ հետո կարող ինքը իշխանություն չունենա, բայց ընտրվելուց հետո իմանում ես, որ առաջիկա 5 տարին քոնն է։ Դու պատկերացրու դրանից հետո դու քո գնում ես ախպերներիդ մոտ, Ալիևի, Էրդողանի բանի մոտ, տարբեր հարցերից ես խոսում, քննարկում, դու ասում ես, որ մենք ցեղասպանությունը մեր պետական մակարդակով մենք հետ ենք կանգնել դրանից եւ այլն, ու գալիս ես քո երկիր 5 տարի էլ իշխանությանս, տեսնում ես, որ ընդդիմադիրները Մասիսի նկարով դուրսը ման են գալիս, Արցախի դրոշով ման են գալիս, դու вообще ես այդ ժամանակ հղփացել արդեն։ Այսինքն պահի հրամայականն է 26 թվի ընտրություններով կամ այլ մեթոդներով, փողոցային պայքարով եւ այլն, անել ամեն ինչ, որ սրանք չվերարտադրվեն, որովհետեւ դրանից հետո քաոս է սկսվելու։ Ահա որ քաոս է սկսելու, որը բերելու է Հայաստանի թուլացմանը, քիչ-քիչ քայքայմանը եւ այլն։ Չգիտեմ իրանով հուշել այդ արտահայտությունը, որ Լյուդովիկոս 14-րդն է արել, իրան դրել է միապետի տեղ ու տեղին անտեղին անընդհատ երբ որ որոշումներ է կայացնում, անօրինական, ասում է կառավարությունը ես եմ, Լյուդովիկի խոսքերն են։ Այդ հշվառ նա գոնե Վերսալը կառուցել մինչև հիմա իր երկրին եկամուտ է բերում այդ Վերսալը։ Դու բացի քանդելուց ինչ ես արել։ Ու դա Օրինակ շարունակել է քանդի էլի 10-26 թվից հետո։ Օրինակ Տիգրանը ասեց, որ Փաշինյանի աջակիցները սիրում են Փաշինյանին, դրա համար են իր հետևից գնում։ Օրինակ իմ կարծիքով այստեղ ֆինանսական կոմպոնենտն է մեծ դեր է խաղում, իմ կարծիքով մեծ մասը սիրում են զուտ փողը, իրանց համար փողն է սրբություն, փողը չլինի Փաշինյանի կողքի իմ կարծիքով իրանք չեն էլ մնա։ Եթե փող չեղա, մի ժամ չեն մնա Փաշինյանի կողքը։ 3 կատեգորիա կա։ Իր կողքը մնացողների 3 կատեգորիա կա։ Մեկը փողն է, այն օվեշի մենք փալան դրանք են ու արվեստագետների մեջ էլ կան շատ այդպիսիներ։ Հիմա կանդրադառնանք այդ արվեստագետների։ Այն երկրորդը միամի գյուղացի մարդիկ ոչ կարդացել են, ոչ գրել են, ոչ վերլուծելու ունակություն ունեն, ինչ ասում են հավատում են։ Դրա օգուտ էլ չունեն, վնասել տա, բայց այն որ ասում հացը 1000 դրամ էլ դառնա քեզ եմ ընտրելու, այդ կատեգորիան է։ Մեկ էլ մի հատ ուրիշ կատեգորիա կա, որ լավ կախվածություն ունեն իրանից, ես իմ կաշին փրկեմ, մնացածը հեչ, այ դրանք են։ Հիմա գանք այդ արվեստագետներին ովեշ ես փալան։ Հիմա որ մեկին ինչ որ մի բան ես ասում է ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես գլուխս կախ իմ երգն եմ երգում, իմ դերն եմ խաղում, իմ քանդակն եմ քանդակում, չգիտեմ ինչ եմ անում։ Բոլորս որ մեր գործով խելոք զբաղվենք, բան կլինի։ Երկիրը կզարգանա, ասում եմ մի հատ տես բան կա, տես ասում է ադրբեջանցիները գալիս են գրավելով, սպանելով, բանով գալիս մտնում են Երևան, տեսնում են գլուխը կախ բոլորը իրենց գործով են զբաղվում, բիչոք չեն գցում, չեն կերտոտում, ասում են, «Էս ինչ լավ ժողովուրդ են, եկեք սրանց չսպանենք»։ Հիմա սրանց ասածն է, այսինքն չի մտնում էլի գլխիդ մեջ, այդ արտահայտությունը քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Հիմա մենք զբաղվում ենք քաղաքականությամբ։
Yaman գիտի, տենց դիպլոմավորված քաղաքագետներ էին, որ դուրս եկան, բոլորը դուրս են եկել։ Ինչի է բանը զբաղվեցին քաղաքականությամբ։ Հենց այդ է նայ խնդիրը։ Որովհետև միշտ մտածում են իրանց հարմար լինի։ Որովհետև մոդա է։ Հիմա մի ուրիշը գա, նրանք կհարմարվեն, սայասրան են հարմարվում, այ երգիչ, այ դերասան, այ արվեստագետ։ Եթե սա մնաց, դու այդ բեմն էլ չես ունենալու, որ քո գործը անես։ Ոչ էլ այդ տեղն ես ունենալու, որ աշխատես, այդ գումարն ես ունենալու, ոչ մի բան չես ունենալու, տուն էլ չես ունենալու, կարաս դա հասկանաս։ Ես ինչ են ասում, քաղաքականությամբ եմ զբաղվում մի բան։ Մենք զբաղվում ենք։ Այդ շատ բան է, ես չեմ զբաղվում, ես քաղաքագետ եմ, ես մարդ եմ, ով ապրում է այս երկրում ու ունի ինքնասիրություն, որ ամաչում է, որ նման մարդ է իր ղեկավարը ու չի կարողանում լուռ մնա։ Եթե դու լուռ ես, ինչ որ բանի մասնագետ ես շատ լավ, բայց դու լուռ ես, ուրեմն դու համաձայն ես։ Վերջ, չկա ուրիշ կարծիք։ Լուռ մարդիկ համաձայն են Փաշինյանի հետ, այսքան բան։ Չէ, դե օրինակ նայեք, Արցախյան պատերազմի ժամանակ Վիտալի կներեք Զորի Բալայանը, Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, երբ որ 20 օր հացադուլ էին անում, ինչ իրանք քաղաքականությամբ էին զբաղվում։ Չէ, իրանք հայրենիքի մասին էին մտածում։ Այ հենց այդ է պետք հասցնել էլիտան։ Այսօր ցանկացած երգիչի, դերասանի պետքա բացատրենք, հենց այդ օրինակները պետքա իրանք բերենք, ասենք։ Հա, այդ քաղաքականություն չի, ժողովուրդ էս մեր։ Չէ, պետքա հասցնել իրանք գլխին, որ նայ, օրինակ ավելի կոնկրետ, այն որ տպավորությունը չէ տարբերելու մասին եմ խոսում ես, տպավորությունը որ པարզ բան է, այսինքն պետքա հասկանան քաղաքականությամբ զբաղվելը որն է, ակտիվ քաղաքացի լինելը որն է, բայց երբ որ չեն հասկանում, պետքա ավելի, ասենք, կուսակցություն են բացում մարդիկ, կուսակցությունը մեծացնում են, ֆինանսներ են դրա մեջ դնում, հայտ են ներկայացնում, գրանցում են կուսակցությունը, գնում են միտինգ են անում, համակիներ են հավաքում, զբաղվում են քաղաքականությամբ։ Հիմա ես ու դու ստեղ նստած խոսում ենք այս թեմայից, չենք զբաղվում քաղաքականությամբ։ Մենք ուրիշ անելիք ունենք։ Հիմա մենք խոսում ենք սրանից, ինչ որ սկսում են լղոզել քաղաքականությամբ են զբաղվում։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Այսինքն եթե դու խոսում ես օրինակի համար, նայ, դու խոսում ես քաղաքականությունից, ասում ես կարծիք, հա Եթե դու հիմա նստած խոսես Բեթհովենի սիմֆոնիաներից երաժշտությամբ ես զբաղվում։ Ես էլ եմ միշտ այդ ասում։ Հենց այդ, այսինքն դու կարծիք ես ասում։ Ասում եք, ինչ բժիշկը լավ է վիրահատում, լավ։ Բայց չեն գա, չէ, ասեն դու ես երաժշտությամբ զբաղվում։ Իրանք չէ, այդ բանին իրանք հասկանում են, որ դու երաժշտությամբ չես զբաղվում, դու կարծիք ես ասում։ Բայց որ խոսում ես քաղաքականությունից, ասում են քաղաքականությամբ ես զբաղվում։ Բան ինձ օրինակ շատ են ասում, վերջերս ակտիվացել եմ, տեսել եք, տեսանյութեր եմ անում, մի խոսքով խոսում եմ այսօրվա քաոսի մասին, շատ մարդիկ կան, ինձ թվում է բոլորիս կռուգում կան տես մարդիկ, տարբեր հարազատներ, բարեկամներ, ընկերներ, բան որ սկսում են հուշտ լինել ու նույնիսկ վախենում են լայքեն։ Դու քո տեսանյութի մեջ հեղաշրջման կոչ չես անում, հայոյանք չես օգտվում, ոչ մի բան չես ասում։ Պրոստը քննադատում ես փաստերով, չեն լայքում։ Նույնիսկ մարդիկ, ովքեր համաձայն են ինչ-որ չափով, բայց չեն լայքում, այսինքն հենց այդ տեսակն է, հասկանում ես, այդ տեսակն է, որ իրա սուս մնալով բերում է տարբեր աղետների ու դարձել է մի հատ այս վերջի տարիների մի բան, որ դու հասկանում ես, որ գիտակից քիչ տոկոս կազմող ժողովրդով վերջապես պետք է ինչ-որ իշխանափոխություն անենք ու անկեղծ ասած էական էլ չի ով կգա, որովհետև այս այն դեպքն է, որ երբ որ տեսնում ես քաղաքական ընդդիմադիր դաշտում որոշ մարդկանց կարևոր չի ով կգա, ով էլ գա նախ իր բեռը շատ մեծ է լինելու, ահավոր շատ է լինելու։ Ես միշտ ասում եմ, ընկերներս տենց բան են լինում, էսի այն դեպքն է լինելու իշխանափոխությունից հետո որ եկողը իրականում կարա անընդհատ ասի նախկիններս երկրի հերը նենց են անից է վերջի 7-8 տարում, որ ես հիմա չգիտեմ մի 20-30 տարի ես ինչ եմ անելու, որ ես կղանքից դուրս գա։ Ու այդ նախկինները այս քպն են։ Այդ ժամանակ տեղին կլինի, բայց ես վստահ եմ այդ եկող մարդը այդքան նախկին բառը չի ասի, ինչքան սրանք են ասում։ Սրանց խաղա թուղթն է, չէ՞, հաղթաթուղթը։ Նախկին։ Մինչև հիմա մի հատ օրակարգ ասած չկան։ Մի հատ ծրագիր ներկայացրած չկան։ Ու չեն էլ անելու մինչև վերջ։ Ասելու են նախկին։ Չէ, ոնց կարան իրանք ծրագիրներ։ Անընդհատ գնում են, խոսում են նախկիններից այդ գյուղացիների հետ։ Էդ է իրանց հաղթաթուղթը։ Մարդկանց թե իրանք են իջնում այդ մակարդակին, թե այդ մակարդակին հենց հետաքրքրում այդ բամբասանքը ու այդ պլինդուզի մակարդակի բամբասանքներով այդ բանից է դրա համար էլ այդ հատուկ արվում ու իրենք շատ լավ գիտեն ինչի համար են անում, որովհետև երբ որ նայում ես քաղաքական process-ները ընտրություններից առաջ որ սկսվում է, այդ ժամանակ ինչ է անում իշխանությունն ու ընդդիմությունը։ Ընդդիմությունը օրենք տենց ճիշտ է, միշտ աշխարհում տենց է եղել, սկսում է սևացնել իշխանությունը։
Այսինքն սարքում աշխարհի ամենավատ իշխանությունը ու նորմալ է, տենց է պետքա լինի, այսինքն ինքը պետքա չոփը գերան սարքի, որ գա իշխանության։ Ինքը ուրիշ տարբերակ չունի։ Ինքը մեկ ասում է այն ինչ որ ինքը գալու է անի, բայց գործով չի կարա դա ապացուցի, քանի չի եկել։ Ու մեկ էլ սևացնում է իշխանությունը, բայց չի եղել մի դեպք, որ իշխանությունը սկսի սևացնել ընդդիմությանը։ Օրինակ, տենց բան հիշում եք Սարգսյան, Սերժը անընդհատ խոսեր, հելներ ասեր Նիկոլը սենսն է, Նիկոլն էնց է, այդ մարդը իշխանության էր, որովհետև իշխանությունը ունի բացառիկ հնարավորություն ապացուցելու թե ինքը ինչքան լավն է։ Բոլոր լծակները իր մոտ է, այսինքն ինքը կարա անի այնքան բան, որ մի անգամից բոլոր ժողովուրդը վազի իր մոտ։ Ընես թոշակները բարձրացնի օրինակի համար, ասեն էս ինչ միֆեր է Սամվել Կարապետյանը ասում, մենք Նիկոլին ենք ընտրելու, որտեվ թոշակները սարքեց 200,000 դրամ։ Բայց սրանք ինչ են անում։ Նայ, Սամվել Կարապետյանը օրինակ ասում է մենք մանր բիզնեսին վերջերս չի ասա, մանր միջին բիզնեսից вообще հարկ չենք վերցնելու։ Միջինը չէ, մենակ փոքր բիզնես։ Փոքր բիզնեսից չենք վերցնելու հարկ։ Հիմա սրանք ինչ կարան անեն օրինակի համար։ Կարան, չէ՞, լծակները իրանց մոտ է ջարդ են Սամվել Կարապետյանի հետ ասածը։ Հերնանից են այդ ասածի։ Միանգամից իրանք նույնը անեն։ Կուտ տան կոպիտ ասած, որը աշխատող է։ Ու բոլոր փոքր բիզնեսմենները ասեն դե սրանց կընտրենք, սրանք արեցին։ Նրանք ինչ գիտես, կանեն թե չէ, բայց սրանք խոսում են, ասում են տենաս էդի ոնց են անելու։ Հայաքվեն Ավետիք Չալաբյանը ասում է մենք որ գանք 50%-ով թոշակները բարձրացնելու ենք, իշխանությունը էլի, փոխանակ իրանք բարձրացնեն իշխանությունը պահելու համար։ Ասում են չեք կարա դες բան անեք։ Այդ դուք արեք։ Չէ, դա անում են ապրիլի 1-ից։ Իրենք ատում են այդ ժողովրդին։ Ինչի անեն։ Ժողովուրդ չի հասկանում դա։ Ատում են, նրանք ոչ մեկի չեն սիրում։ Մեկ էլ ամենա մանիպուլատիվ արտահայտությունը խաղաղություն ենք բերել։ Այդ լուրջ թեմա է, լուրջ թեմա։ Ամենակեղծ ամենաշատ պատերազմները եղել է իրանց օրոք, ինքը ասում է ես խաղաղություն եմ բերում։ Ինչ խաղաղություն։ Կարելի է մի քիչ ավելի կոնկրետ անել, որովհետև նայ, սենց բան կա, պատերազմները եղել է իրանց օրոք, բայց իրանք կարողացել են որոշ ժողովրդի տոկոսի կոպիտ ասած տեղավորցնեն, որ այդ պատերազմները ուներ իրանց պատճառները, որ մենք մի քիչ ուրիշ ձև էինք դիրքավորվել, դե Նիկոլը ասում է, չէ՞ որ 20 թվին ով է եղել Հայաստանի ղեկավար 2020։ Այդ parz-ը, այդ գիտեն բոլորը, մի քիչ ավելի կոնկրետացի, այսինքն ինքը ասում է, ինքը այսօր ունի հաղթաթուղթ ինչ որ չափով։ Մեր մոտ չէ, բայց որոշ տոկոսի մոտ ունի այդ հաղթաթուղթը ինչն է, որ 2 տարի պատերազմ չկա։ Հիմա պատերազմ չկա, դա դեր է խաղում իրականում, բայց մի հատ sense շատ կարևոր բան կա։ Դա հասկանում է շատ լավ մեր արևելյան հարևանը, որ պետքա նույնիսկ հրաման տա, որ սահմանում պետքա նույնիսկ մի հոգի չվիրավորվի Ադրբեջանի կողմից, որ Փաշինյանը կարողանա սղեցնի իր օրակարգը, որ ընտրվի, որովհետև եթե բանը Ալիևը հարցակվի կամ ինչ-որ բան անի, բնականաբար սրանք կասեն Նիկոլը խաբեց։ Իսկ 26 թվականի ընտրություններից հետո կսկսի նոր տարածքային պահանջները, պոկելը եւ այլն, այսինքն սա ինչ է, վերջի 1-2 տարին ինքը բավականին տենց խմորային խաղաղություն է օդից կախված, իսկ խաղաղությունը չի լինում պայմանավորվելով առհասարակ, ասում է շնից մի վախեցի, բայց եթե ինքը չի բերել պատերազմը, այդ դեպքում ինչի ասեց, մենք կունենայինք այս նույն արդյունքը առանց զոհերի, այսինքն զոհերի կյանքի գինը 0 էր, հա, իրենց համար։ Ուզում եմ հարցնեմ այն մարդկանց, ովքեր իրար պատասխանում են, դու չգիտես որ 0 էր։ 0 էր իրանց համար։ Ինչի ասեց, բայց արտահայտությունը ու նախկինները չեն ասել։ Այդ ոնց եղավ։ Այստեղ մի քիչ այլ բան կա ուղղակի, խնդիրը նրանում է, որ խաղաղությունից խոսում են, ընդհանրապես երբ որ բերում ես սովորական մարդկային հարաբերությունների մեջ է պետք բերել ամեն ինչ։ Չի կարելի մարդկանց ասել, որ մենք երկարաժամկետ խաղաղություն ենք պայմանավորվում, չկա տես բան, աշխարհի պատմությունը ցույց է տվել, որ հազարավոր օրինակներ բերել։ Կա կարա լինի։ Չէ, երբ որ կզածը խաղաղություն չի, երբ որ կզածը խաղաղություն չի, այդ կզածից այնքան կփոկեն, վերջում եք սպանեն, այլ բան չի ունենա։ Նա երբ որ նայում ես նույնիսկ սովետը մեկ էլ Գերմանիան պայմանավորվել էին, բայց հարձակվեց Գերմանիան, այսինքն այդտեղ նույնիսկ այն դեպքում որ սովետը պատրաստ էր 1939։ Հիմա խնդիրը ինչու՞մն է, որ սենց է, մարդկային նույնիսկ փողոցային հարաբերություններում ամենացածր օրինակը բերեմ, երբ որ փողոցում կան 2 տղա, ովքեր վիճում են, հետո բարիշում են, այսպես ասած, իրանք ոչ չեն կարող պայմանավորվեն, որ էլ երբեք չեն վիճելու, այսինքն դու միշտ պետքա պատրաստ լինես, իսկ պատրաստ լինելը երկու ուղղությամբ է գնում այսօրվա դարում, քանի որ արդեն Տիգրան Մեծի ժամանակները չի, այսօր դիվանագիտությունը 50-50 է բանակի հետ, առաջ օրինակ կարող է 5-10% էր դա կարևոր, ուժը ավելի առաջ էր գալիս։ Այսօր միշտ պետքա պատրաստ լինես, այսինքն այն ղեկավարը, ով որ ասում է խաղաղություն եմ
բերելու ինքը խաղաղություն բերող չի։ Իսկ կհիշեք տենց մի ղեկավար մեր նախորդ 3 ղեկավարներից, որ ինքը անընդհատ ասում էր ես խաղաղություն եմ բերում, բայց բերել են փաստացի։ Գիտես ինչի չէին ասի, որովհետև իրենք նույնիսկ ավելի մարտունակ բանակ ունեցած ժամանակ ու դիվանագիտական ճակատում օրինակ արտգործնախարարությունում լուրջ կադրեր ունեցած դեպքում իրենք գիտեին, որ չի կարելի խոստանալ խաղաղություն, չգիտենք ինչ կլինի։ Երբ որ ամեն ինչ հանձնում ես ու վերջանում գնում է, ուղղակի իրանք պիտի իմանան, որ հիմա մեր երկիրը ղեկավարում է Ալիևը Էրդողանի հովանավորությամբ իրենց օգնականի հետ Հայաստանում։ Դե սա ասիստենտը, որը ասում է բանը ասում է Հայաստանի Հանրապետության մեր պրոդուկտը խաղաղությունն է, բայց պրոդուկտը խաղաղությունը չի լինում, էլի առհասարակ դու պետքա բանակ ունենաս, ու միշտ պատրաստ լինի բանակդ։ Ես հիշում եմ օրինակի համար հիմա շատ է, չէ, Facebook-ում բանա լինում կամ տարբեր սոցկայքերում գրում են, բա առաջվա բանը, առաջ զինվորը սենց էր, ես գնացել եմ 2007-ին բանակ, 2009-ին զորացրվել եմ, նենց է ստացվել Քոչարյանի ժամանակ ծառայել եմ 6 ամիս, տարի ու կես էլ Սերժի ժամանակ ու տեսել եմ էլի իրականում բանակը ոնց է լինում, հա կլուբնիկ չէինք ուտում Պարզ է, բայց այն որ ասում են սոված է, չգիտեմ ոնց է բանը։ Այդ կլուբնիկը PR մեթոդ է, պատերազմի զինվորով կլուբնիկ պիտի ուտի։ Եթե պետքա բանակը նորմալ լինի այն ժամանակվա պես, թող կլուբնիկ է ուտի, դա вообще էական չի։ Բայց այն միֆերը, որ ասել են սենց ա եղել, նենց ա եղել, սոված ա մնացել, բան չի կարա տենց լինի, էլի աբսուրդ է, այսինքն այդ ոնց տենց դարձավ։ Ու հիմա դու երբ որ նայում ես բանին, այն բանակաշինությանը կամ բանակաչշինությանը Հիմա տես միֆեր կարելի է հազարավոր կոտրել, օրինակ 94 թվականին, երբ որ ռազմական գործողությունները վերջացավ, բնականաբար Արցախում զորամասեր չկային այդ պահին, պատրաստի։ Պարզ է, որովհետև սովետական մի երկու հատ բան ա եղել, չաստ ա եղել այդ ժամանակ, կարիք չի եղել։ Հետո նոր բնագիծ է, չէ, առաջանում բնականաբար բանից հետո։ Ու այնտեղ Google կարտայով նայում ես, ցույց է տալիս Լևոնի ժամանակ, Քոչարյանի, հետո Սերժի ժամանակ սնկի պես աճում են։ Արցախում զորամասերի քանակը նենց էր շատացել խտությունը բնականաբար, որ Հայաստանում էր այդքան մոտավոր։ Այս ռազմագետները ավելի հստակ կարան ասեն, ես հիմա կոնկրետ թիվ չեմ հիշում։ Հիմա մենք ունեցել ենք պատերազմ, պատերազմից հետո պարտությունից հետո բնագիծը փոխվել է, սահմանը փոխվել է, մեծացել է ու ինչ պետք է արվի այդ ժամանակ։ Պետք է նոր զորամասեր կառուցվեն, ասենց Սյունիքով, արդեն Վարդենիսով բանով, որովհետև սա այդ հատվածները տվել է Քելբաջարը եւ այլն։ Հիմա այդ հատվածում նոր զորամասեր կառուցվել են շատ։ Ինչ է արվել օրինակ։ Ինչ է նշանակում դու գլխավոր բանում, գլխավոր ասենք սահմանի մոտ թող խոսամ, էլի թողես խոսամ։ Սահմանի մոտ դու նոր իրավիճակ է առաջացել ու նոր իրավիճակ է առաջացել ու դու նոր զորամասեր չես սարքում ու հույսը դնում ես բանի վրա, որ դե մենք պայմանավորվել ենք։ Ոնց ես պայմանավորվել։ Ինչ գիտես ինքը չի գա։ Նիկոլին չեմ ասում, ինքը գիտի, որ չի գա, որովհետև սուս փուս տալիս է։ Մի խոսքով խաղաղությունն էլ էլի խաղաղությունը կեղծ օրակարգա չի կարա երկու երկրների միջև լինի խաղաղություն, եթե ռազմական բալանսը չափից դուրս խախտված է ու մի երկրին էլ պանջատեր է մի երկրի նկատմամբ մեր մայրաքաղաքը արևմտյան Ադրբեջանն են իրանք համարում ու այդ լոզունգով մենք ուզում ենք Ադրբեջանը գնանք խաղաղություն։ Դες բան անհնար է լինի։ Ռազմական բալանսը կարևոր էլ չի, երբ որ ինքը բան է, չէ, մեծ դեր է խաղում մանավանդ Ադրբեջանի Չէ, դեր խաղում է այն դեպքում, երբ որ քո մոտ ազգային ղեկավար է, երբ որ քո ղեկավարը բանն է, օրինակի համար Ալիևի կողմից նշանակված մարդ է աշխատում, ոնց որ Ադրբեջանի դեսպանն է ստեղ, այդ ժամանակ ռազմական բալանսը կարևոր չի, որովհետև օրինակ 20 թվականի պատերազմին մեր բանակը այն վիճակում չէր, որ ուրիշ ղեկավար լիներ, լրիվ կարող է էլի պարտվեինք, հարցը այդ չի, բայց Չես կարա ասես հարցը չի, բայց հարցը այն է որ խոսել ամբողջությամբ չէին։ Երբ որ քո ղեկավարն այնց աշխատում որ թվական կողմի այո, Արցախը չէր պահանջներին համաձայնվել։ Այն 7 շրջանները կարող էր, բայց ոչ ամբողջությամբ Արցախը, միանշանակ ասում եմ, Շուշին գրավել դա անհնար բան է։ Ես իրականում չէ, նայ, մինչև մի բանը չի լինում, դու այդ չգիտես հետևանքները ոնց կլինի, բայց մի բան հաստատ է, որ նախ 21 թվին եթե չընտրվեր, եթե պատերազմ կլիներ ու էլի կկորցնեինք, ինչի 30 տարի չեղավ։ Թող լիներ դե, ինչի հենց ինքը եկավ նոր եղավ։ Շատ երկար թեմայից թեմա պետք է շեղվենք, բայց իրականում մի բան հաստատ է 21 թվին եթե իրանք չընտրվեին, Արցախը հիմա կլիներ, որովհետև շատ միջազգային օրենքներ կա բան կա իրականում այդքան հեշտ չի էլի, այսինքն 7 շրջանները պոկելը Ալիևի համար ուրիշ
թեմա էր լրիվ, իսկ Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերցնելը լրիվ ուրիշ պատմություն էր։ Այսինքն ոնց այնտեղ բանն է աշխատում ու օրենքի ուժ ունի շատ լուրջ ամբողջ աշխարհով մեկ տարածքային ամբողջականությունը դրանից ոչ պակաս ինքնորոշման իրավունքն է աշխատում ու նույնիսկ այս դեպքում շատ այնտեղ բան կար էլի ոնց ստացվեց հիշում եք այսինքն բլոկադա հետո սրան այնց ամեն ինչ այնպես անել որ ինքը պետքա գնա ստորագրի որովհետև Ալիևը շատ լավ հասկանում էր որ եթե Հայաստանի կողմից ինքը չստանա պատասխան թեկուզ դիվանագիտական պատասխան Արցախի վրա հարձակվելը խնդիր է լինելու իր համար Իրա միջազգային, չէ, իրականում նա ինքը պարզ է, այդտեղ իր լակոտը վարչապետ է, բան է պարզ է, բայց Արցախի վրա հարձակվելը ֆիզիկական ուժով վերցնելը Ալիևի ռեպուտացիային խփելու է։ Ինքը շատ լավ հասկանում է, ու Ալիևը եթե մենք ինչքան է իրան չենք սիրում, ինքը լուրջ պոլիտիկա չի կարա հակառակը լինի։ Ու դրա համար ինքը ոնց դասավորեց ամեն ինչ, որ գնում է իր բանը դրածոն Բրյուսելում թե Պրագայում հերթականությունը չեմ հիշում, ստորագրում է, որ ավելի օֆիցիալ է դառնում ամեն ինչ, այսինքն։ Իսկ եթե 21 թվականին չընտրվեին սրանք, ինքը չէր լիֆտում փոխել են Նիկոլին։ Իսկ 21 թվականին եթե սրանք չընտրվեին, հիմա մենք Արցախի հանրապետությունը կունենայինք, որովհետև դժվար թե գար եւս մեկ Նիկոլ իշխանության ու գնար պրոստը ստորագրեր, որովհետև ով էր բանում Լուկաշենկոն մի անգամ ասեց, ով էր իրա լեզվից քաշել, որ տենց բան ասի, զարմացել էին մարդիկ։ Ասենք ամբողջ աշխարհն էր զարմացել, ասում են սրանք 30 տարի Հայաստանը ինքնորոշման իրավունքի համար է պայքարել, մեկ էլ իրանք են բան անում ճանաչում, ասում են ովքեր են այդտեղ ղեկավարում։ Ու բանը հասնում է նրան, որ ասում են ժողովուրդը ինքնասիրություն ունի, պետք է հանի սրան լարի վերջապես էլի, չի կարա ասենց երկար մնա։ Դե հիմա եկեք կոչ անենք ընտրություններից առաջ Այն մարդկանց, ովքեր չեն կողմնորոշվել կամ կամուկացի մեջ են, կամ թեկուզ դեռ նրան են պաշտպանում, հասկանան, զզվել են բոլորից, որ նախկիններին չեք ուզում, ամենանախկինը, բայց չնայած սա է, նոր ուժեր կան, խորհուրդ եմ տալիս, այդ նոր ուժերին ուսումնասիրել, լսել, ով ինչ է խոսում, եթե ունեն ունակություն նորմալ խոսք լսելու, օրակարգ ու ծրագիր լսելու եւ ոչ թե բամբասանք լսելու լսեն ու կողմնորոշվեն գնան ընտրության, մենք էլ պահպանենք մեր հայրենիքը։ Այսքան։ Մեր հետևորդներին խորհուրդ ենք թող բաժանորդագրվեն, եթե հավանել են մեր տեսանյութը լայք դնեն ու զանգակի կոճակը սեղմեն։